Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր մենք շարունակում ենք մեր երիտասարդական ոդքասթը, մեր այսօրվա հյուրն է Հովհաննիսյան Հայկոին։ Բարև Հայկոյի ջան։ Ողջույն Մուշեղ ջան։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, լավ։ Ակնկալում եմ հետ բավականին թեժ զրույց այսօր եւ սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ ձեզ հավանել մեր տեսանյութերը, կիսվել նրանցով եւ բաժանորդագրվել մեր ալիքին, եթե բաժանորդագրված չեք։ Այսօրվա մեր զրույցը նվիրված է լինելու արտի ներքաղաքական իրավիճակին, մասնավորապես Կիրակի օրվա դեպքին, որը տեղի ունեցավ Սուրբ Աննա եկեղեցում, եւ կանդրադառնանք ընդհանուր այսպես կոչված նախընտրական շրջանին։ Հայկոյի ջան, ոնց ասեմ, օր չի լինում, որ մեր հանրությունը չի ապշում մեր երկրի ներսում տիրող իրավիճակին, մարդիկ գնում են հանգիստ իրենց աղոթքը անելու եւ հանկարծ մեր ճակերտավոր վարչապետի մտքում փայլուն միտք է առաջանում ուշացումով մտնել եկեղեցի, համ ուշանումը, համ ամբողջ եկեղեցին լիքն է, որոշումը որ չէ, նույնիսկ ուշացման պարագայում ես պետք է անպայման առաջի շարքում լինել, այտենց մտնում են եկեղեցու ներս, մարկանց հրելով եւ այլն, մարկանց աղոթքի ժամանակ իրանց անդոր այդ հոգեվիճակին խանգարելով, ինչի հետևանքով միջադեպ է տեղի ունենում, քաշքշոց, մի երիտասարդ են, որ իրականում պատասխան գործողություն է ծավալում եւ այսօր մենք տեղեկացանք, որ մի 18 տարեկան երիտասարդին որոշում է կայացվել կալանավորել։ Մեր հանրությունը ինչքան պետք է սա հանդուրժի ըստ քեզ։ Շնորհակալ եմ հրավերի համար, Մուշեղ ջան, ես քաղաքական գործիչ չեմ, քաղաքագետ չեմ, մասնագիտությամբ մանկավարժ եմ եւ արևելյան մարտարվեստի կարատեի ուսուցիչ եմ, ուստի կփորձեմ այս ամեն ինչին անդրադառնալ կրթության լույսի ներքո։ Այդ տեսեք ուշացած մտավ, դա հենց կրթության բացակայությունն է, անհարգալից վերաբերմունք, կրթությունը մի ոլորտ է, որը ամենաշատն է տուժում, երբ երկրի ղեկավարը չի գիտակցում, որ իր համար առաջի կարևոր գործունեությունը դա այն է, որ պիտի բարելավի, բարձրացնի գիտակցական մակարդակը իր ժողովրդի, լուսավորի, դաստիարակի, բայց ինչպես կարող ենք մենք ակնկալել նման ղեկավարից լուսավորություն ու գիտակցության բարձրացում, եթե ինքը չունի դա իր մոտ, դա բացակայում է, նա ընդհանրապես առաջնորդի որևէ որակներ չունեցող անձնավորություն է, այո, այսօր զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, բայց ակնհայտ է, որ ժողովուրդը նրան չի ընդունում, ու դա լավ է, որ ժողովուրդը չի ընդունում, դա նշանակում է, որ ժողովրդի մակարդակը ավելի բարձր է։ Եվ փաստացի մենք ստանում ենք, որ ինքը այդ պաշտոնին չի համապատասխանում։ Իհարկե չի համապատասխանում, առջևում ընտրություններ են, միախմբվենք, միասնական ճակատով հանդես գանք եւ հեռացնենք այս խայտառակ իշխանություններին։ Տեսեք Հայկոյի ջան, դուք լավ ասեցիք, որ դուք ինքներդ ուսուցիչ եք եւ օրինակ պատկերացրեք, որ ձեր աշակերտներից մեկը կալանավորման նման դեպքի համար ինչպեսի զգացողություններ են դա, երբ որ քո աշակերտներից մեկը անհիմն կալանավորվում է եւ դա եւ ինչպես դրան կվերաբերվի տվյալ անձի մայրը, դա խոսքել չկա դրա մասին խոսել։ Նման իրավիճակները պետք է կայծ հանդիսանան ժողովրդի համար եւ ժողովուրդը պետք է կանգնի նման երիտասարդների կողքին եւ միգուցե հենց այդտեղից էլ սկսվի ինչ որ շարժում, հեղաշրջման փորձ, ինչու՞ չէ, որովհետեւ ժողովուրդների դիմաց ոչ մի իշխանություն չի կարող կանգնել, եթե նրանք չլինեն մի քանի 100, մի քանի 1000, այլ տասնյակ հազարներով եւ ինչու՞ չէ 100,000-ով։ Ինչ կարող է անել այդ խմբակը, այսպես ասած, թրքահպատակ խմբակը։ Եվ ոնց հասկանում ենք, ինչքան ընտրությունների օրը մոտենում է, այնքան այդ խմբակի հոգեվիճակը ավելի է սրվում, որտեվ մի շաբաթ առաջ մի դեպք էր Արցախից մեր հայու ներկայացուցիչի հետ կապված, մինչ այդ մեր գոլեգա Արմինե Սախոյանի հետ, իսկ ոնց հասկանում ենք, քանի գնալ ամեն շաբաթ տվյալ անձի հոգեվիճակը ավելի է սրվում, չգիտեմ, միգուցե
կինը հեռացել է դեղերը ժամանակին չի հասնում տեղ, կա դա է պատճառը։ Փորձում է ուղղակի ուժի կիրառմամբ ճնշել սպասվող անհնազանդությունը, միգուցե հետընտրական շրջանում, միգուցե փորձում է վախի մթնոլորտ ստեղծել, բայց ինչպես տեսնում ենք տարբեր լրատվամիջոցներով էլ, երբ որ ժողովրդին հարցաքննում են, ես չեմ լսել, որ ինչ որ մեկը դրական խոսք ասի ներկայիս վարչապետի հասցեին։ Արդեն ավելի անկաշկանդ ամենավերջին բառերով որակում են երկրի ղեկավարին, որը անպատվաբեր է յուրաքանչյուրիս համար։ Մենք ինչ է կուզեինք նման իշխանություն ունենալ, որ միայն խայտառակեինք ու ամենավատ խոսքերով նրան ընդառաջ գնենք, իհարկե չէինք ուզի, բայց ստիպված ենք դա անել, միգուցե դրանով նաև բացելով մի շարք միամիտ մեր ազգակիցների աչքերը։ Բայց արդյոք մենք կարող ենք իրենց աչքերը բացենք, որտեղ ոնց նայում ես իրենց կուրկ իրոք որ այդ անձը իրանց համար կուրկ է եւ իրանք չգիտես ոնց կարող ես մարդկանց տրամաբանության դաշտ վերադարձնել, որտեղ մարդիկ վերաբերվում են տվյալ անձին որպես կուրկ եւ հալած յուղի տեղ ամեն մի բառ, ամեն յուրաքանչյուր սխալ արդարացում գտնում է իրենց համար։ Դրա համար էլ երևի ձեռնատու չի, որ ազգը ժողովուրդը կրթվի եւ կարողանա տարբերել սուտն ու իրականությունը, կեղծիքն ու ճշմարտությունը։ Դուք նաեւ դուք ինքներդ ասացիք, որ նաեւ կարատեի վարպետ եք, ինչ փիլիսոփայությամբ կարելի է մոտենալ այս տվյալ իրավիճակում։ Կարատեի փիլիսոփայության հիմնական դրույթները հետևյալն են՝ անձի կատարելագործումը, իդեպ կյանքի նպատակն էլ է մարդու կատարելագործումը, ձգտել դեպի վեր, այ մեր Թումանյանը իր ողջ վերնատնով հենց այդ խոսքն էլ ասել է, հայ ժողովուրդը ուխտ ունի միշտ դեպի լույս, դեպի վերը, Նժդեհին ինքն ասել է, որ մենք իդեալի ժողովուրդ ենք։ Կարատեի հիմքում էլ է ընկած մարդու եւ մտավոր, եւ հոգեվոր, եւ ֆիզիկական աճը ու զարգացումը, ինքնակառավարումը։ Տեսեք, եթե կարատեիստը ինքնակառավարում, ինքնատիրապետում նման հասկացողություններ չիմանա, նա կարող է ուժի կիրառումը բացասական բաների մեջ օգտագործի եւ դառնա չարիք շրջապատի ու մարդկության համար։ Այսինքն ուժը, իշխանությունը պետք է օգտագործել ոչ թե ի վնաս չարի, այլ ճշմարտության։ Իսկ ո՞րն է այդ ճշմարտությունը։ Ես չեմ ընդունում, որ շատերն ասում են, դե ամեն մեկի համար ճշմարտությունը սա է, ոչ ճշմարտությունը մեկն է, ու դա համապատասխանում է տիեզերական ճշմարտության հետ։ Որպեսզի տիեզերական ճշմարտություններն էլ իմանանք, դրա համար տրված են մարդկությանը ուսմունք, գիտություն։ Դա արևելքից եկող ճշմարտությունն է, արևելքից եկող լույսն է։ Եթե ինչ-որ մեկը ուզում է գալ իշխանության, ապա նա պետք է նախ այդ տիեզերական գիտելիքներն ուսումնասիրի, որպեսզի կարողանա էվոլյուցիային համընթաց տանել այդ ժողովրդին, որպեսզի չվերանան այդ ժողովուրդները դեմ գնալով էվոլյուցիային, որպեսզի չվերածվեն տիեզերական աղբի եւ ոչնչանան։ Իրականում այո, որ իշխանության գալով դու ստանում ես մեծ լիազորությունները, եթե այդ լիազորությունները որևէ ձև չեն սահմանափակվում, դու դառնում ես անկառավարելի անձ։ Դասիկը Նժդեհն ասել է, ուժն է ծնում իրավունք, բայց այդ ուժը ճշմարտության մեջ է, բայց ինչ են անում մարդիկ, վերցնում են կեսը եւ ասում են ուժն է ծնում իրավունք։ Հա, այսօր մենք այդ դաժան իրականության մեջ ենք ապրում, բայց տեսեք, եթե մենք գիտենք, որ տարվա եղանակները 4-ն են, ու մենք նախապատրաստվում ենք, չէ՞, գարունը ինչպես դիմավորենք, ձմեռը ինչպես դիմավորենք, ինչ եմ ասում տիեզերական գիտելիքների պիտի տիրապետեն, որպեսզի հասկանան, որ նաև 4 յուգաներ կան։ Հիմա մենք կալի յուգայից անցում ենք կատարում սատվա յուգա։ Այսինքն այդ հին դարաշրջանից գիտակցության հոգեկան ուժի այդ դարաշրջան ենք տեղափոխվում, այսինքն փլուզվելու է այդ ուժի կիրառումը ջունգլիների օրենքը, որը այսօր գործում է։ Դա փլուզվելու է, նրանք երկար չեն կարող այսպես ժողովուրդներին ուղղակի խեղտելով գոյատևման տանել։ Առաջարկում եմ անցնել հաջորդ թեմային, միշտ մեր այսօրվա իշխանությունները իրենց ներկայացնում են որպես
հակառուսական, պրոարևմտյան քաղաքական ուժ, բայց այնուհանդերձ բարբերաբար Նիկոլ Փաշինյանը զանգարում է Վլադիմիր Պուտինին, տեսնում է, որ վտանգներ են սպառում եւ գնում է Մոսկվա, համոզում է, որ ախպեր ջան, ես ինչ որ պետքա, ասա ես կանեմ, բայց հանգարց մտքովը չանցնի ինձ իշխանությունից զրկել։ Եվ ստացվում է, որ ոնց է լինի, իր իշխանությունը կախված է նույն Պուտինի այսպես ասած ժողովրդի լեզվով դաբրոյից։ Եվ ամեն բարբերաբար նա հատուկ գնում է Մոսկվա, այդ դաբրոն ստանում է, վերադառնում է եւ անցնում է գործի, այսպես ասած։ Դե չմոռանանք, որ 1920 թվականին էր, չէ՞, ռուս-թուրքական դաշինքը կնքվել, չէ՞ որ այդ դաշինքը երբեք էլ չեղյալ չի համարվել եւ մինչեւ հիմա էլ գործում է։ Այո, ռուս-թուրքական դաշինքը, այսինքն իրենց պետք է Հայաստան առանց հայերի, հիմա ընդամենը այդ գզվռտոցը, որ գնում է Փաշինյան, չգիտեմ, ռուսամետ ուժերի, ընդամենը թե ով կլինի իշխանության, ով կլինի վիլայեթի ղեկավարը թե գուբերնիայի, ընդամենը դրա կռիվն է գնում։ Հայաստանը միևնույնն է նույն ճահիճում է մնալու, եթե մենք այլընտրանք չտեսնենք եւ շարունակենք հնի ռուսական եւ թուրքական։ Եվ ո՞րն է այլընտրանքը ըստ Ըստ իս այլընտրանքը ազգային միասնական ճակատ ձևավորելն է եւ ժողովրդին միավորել այդ երրորդ ուժի շուրջը։ Կարծում եք ժողովուրդը չի հոգնել թե Փաշինյանից, թե նախկիններից։ Ժողովուրդը Փաշինյանին բերեց իշխանության, որովհետև ուզում էր մերժել Սերժին, Սերժի սահմանադրությունը, Սերժի բարքերը։ Թե ժողովուրդը ուզում էր, բայց տվյալ անձինք վերաձևափոխեցին այդ ամենը եւ պարզապես փոխեցին անձերը, բայց համակարգը չփոխվեց։ Այո, դե դրա համար պետք է լուսավորել ժողովրդին եւ պետք է այդ այլընտրանքը ձևավորվի, պետք է միասնական համախմբում տեղի ունենա, որը հուսով եմ, մենք շատ քիչ ժամանակ ունենք, բայց հուսով եմ, որ ինչ որ ընդհանուր հայտարարի կգան եւ նման ինչ որ լուսավոր հայտարարություն մենք մոտ օրերս կլսենք։ Իսկ ընտրություններին ընդհանրապես իմաստ ունի մասնակցելը ձեզ, քանի որ մենք գիտենք ինչ համակարգում ենք ապրում, ինչ տասնյակ տարիներ տեսել ենք, թե այդ ընտրական մեխանիզմները մեր երկրում ոնց են գործել։ Եթե չմասնակցենք, այսինքն ես դա անկեղծ համարում եմ հանձնվել, իսկ եթե չենք մասնակցում, միևնույն է, ինչ անենք, գոնե իմանենք ինչ անենք, ինչպես պայքարը շարունակենք, բոյկոտենք, գնանք տարածք եւ ընտրախցիկից ինչ որ պատրենք, անվավեր դարձնենք թերթիկը, ինչ անենք, բա ինչ անենք։ Բայց քաղաքական ընթացքը միայն ընտրություններով են սահմանափակվում։ Դե եթե բացառում ենք հեղաշրջումը, ապա մնում է մեզ ընտրությունները կամ աշխատել ուղակի ժողովրդի հետ եւ բարձրացնել գիտակցական մակարդակը։ Ուզում եմ Նժդեհի մի խոսքը իր ուժի խնդրեմը ստեղծագործության միջից ցիտել, երբ ասում է, որ հայ ազգը դժբախտ է, քանի որ նրա մտավորականության մի մասին թվում է, թե կարևորը իշխող քաղաքական վարչաձևն է, բայց իրականում դա չէ կարևորը, էականը անհատի ու զանգվածների վերածնունդն է, հոգեփոխությունը։ Եթե մենք սկսենք մի շարժում, կուլտուրական շարժում, այսպես ասած, որի մասին նաև Նժդեհն է ասել, իդեպ կուլտուրա չի նշանակում մշակույթ, ինքը նշանակում է լույսի պաշտամունք, ու դրա համար պետք չի թարգմանել, Նժդեհը նույնպես ասել է, որ ոգին է կերտում ազգի ճակատագիրը, իսկ ոգին կուլտուրական հասկացողություն է, այդ կուլտուրական հասկացողություններն են մարդկայնությունը, իդեալները, իմաստությունը, իմաստասիրությունը, հոգեկան ուժը, լեզուն, արվեստները, հայրենասիրությունը, առաջնորդությունը, այսպես նշել է, թե այդ կուլտուրական շարժման մեջ ինչեր են մտնում, ու ասում է ոգին է կերտում այդ ամեն ինչը։ Նույնը մեր Թումանյանը մի հատ այդպիսի խոսք ունի, որ ես չգիտեմ, ասում է, երբ վաղը թե մյուս օրը, բայց հաստատ մի կուլտուրական հզոր ազգային շարժում է սկսվելու հայ ժողովրդի մեջ, որը բարոյական ու մտավոր հոգևոր զարգացումը կապահովի համընդհանուր շահի համար,
Այս կարծում եմ, որ եթե մենք քաղաքական դաշտում մտածում ենք, որ այլևս անելիք չունենք, միգուցե այդպիսի մի կուլտուրական շարժում սկսենք, որը ես ինձնից չեմ ասում։ Իհարկե, ասացին է, որ անպայման չի, որ այդ անելիքները կախված լինեն ընտրություններից։ Դու կարաս ընտրությունները գալիս անցնում են, բայց քաղաքական դաշտը մնում է։ Նույն նժդեի այդ որ ասենք, արդյոք մենք ունենանք ժամանակ, անդրադառնանք անպայման նույն նժդեի կասեր, որ միայն ընտրություններով քաղաքական պայքարը չի սահմանափակ։ Այդ տեսեք, ես հենց նոր ասացի դրա մասին։ Այդ եմ ասում, եթե դա չանենք, ինչ անենք, միգուցե գնանք կրթության որակը բարելավելու ուղղությամբ։ Եթե մասնակցում իմ կարծիքով, եթե մասնակցում ես ընտրություններին, ապա դա քո օրակարգը չի, դա ուրիշների կողմից թելադրված օրակարգն է։ Եթե դու ունենաս այդ հզորությունը քո օրակարգը թելադրես մյուսներին, դա ուրիշ բան։ Բայց ներկայությամբ այս ընտրությունները ուրիշների կողմից թելադրված օրակարգ է։ Այսինքն մենք չենք վստահում մեր ժողովրդի ճիշտ ընտրությանը։ Հարցը վստահելը չէ, հարցը Ինչու, եթե մենք իմանանք ժողովուրդը մեր կողքին կանգնելու է, մենք չենք գնա ընտրություններին։ Հարցը ժողովուրդը չի, հարցը տվյալ ուժերի ունեցած ֆինանսական, ադմինիստրատիվ ռեսուրսներն են, որը մենք ցավոք սրտի ուզենանք էլ այսօր չունենք։ Այո, չունենք։ Դրա համար պետք է աշխատենք միայն ժողովրդի ուժով։ Եթե ժողովուրդը կանգներ մեր կողքին, թեկուզ մենք տարիներ շարունակ մի քանի հազարանոց ցույցեր ենք, չէ, արել, հանրահավաքներ ենք արել։ Միգուցե մենք հաստատ մենք կհաջողեինք, եթե այդ նույն ժողովուրդը ոչ թե 5000-ով մեր կողքին լիներ, այլ 50000-ով լիներ։ Ոչ Արցախը կհանձնվեր, ոչ Նիկոլը կմնար մինչև հիմա իշխանության։ Դրա համար եմ ասում, ժողովրդի ուժը այդ ամենամեծ ռեսուրսն է, որ մենք կարող ենք ունենալ կամ կարող ենք ունենալ, եթե ավելի լավ աշխատեինք ժողովրդի հետ։ Այսինքն ուզում ես ասես, մենք թերացել ենք այդ գործում։ Մենք միգուցե տեղեկատվական բլոկադայում ենք եղել, միգուցե քիչ ենք եղել, միգուցե դեռ հասունացման շրջանը չի եղել ժողովրդի, բայց այդ ուղղությամբ ձեռքերը ծալել կամ զենքերը վայր դնել կարծում եմ պետք չի։ Չգիտեմ, միգուցե սխալ է իմ կարծիք ընկալում, ես երբեք կողմնակից չեմ եղել ձեռքերը ծալած կամ զենքերը վայր դնելու, պարզապես պետք է ռեալ գնահատել քո եղած ռեսուրսը եւ պոտենցիալը։ Եթե մենք որևէ բանում թերացել ենք, ապա գոնե տեսնենք որ ուղղությամբ ենք թերացել եւ փորձենք մեր սխալները ուղենք եւ միգուցե այլ կերպ գործել։ Մուշեղ ջան, յուգաներից որ խոսացի, նոր դարաշրջանը, որի անցումային փուլում մարդկությունը գտնվում է, հենց ազատագրական պայքարների փուլն է։ Այսինքն այս նոր դարաշրջանում ուսուցիչները, վերին ուժերը ըստ իրենց տված աղբյուրների ողջունում են ազատագրական շարժումները եւ իրենց հովանավորությամբ տվյալ ժողովուրդները հաղթելու են, ինչպես եղել են նախկինում, որ այո, արդար եղել իրենց պայքարը, իրենք հաղթել են։ Եկեք մենակ հույսներս չդնենք ինչ որ նյութականի վրա, որ որևէ քաղաքական ուժ ունի կամ այլ երկրից ինչ որ օգնություն եւ այլն։ Կարծում եմ, եթե գաղափարական հենարանը չլիներ, մեր շարժումը վաղուց արդեն փակված կլիներ, այսպես։ Եթե մեր աջակիցների շարքերում այդ գաղափարը ուժերի օգնությունը, եթե մենք գնանք ճիշտ ճանապարհով, որովհետև հիմա այդ դարաշրջանն է, մարդկության տեսակն է փոխվում, մարդու պահանջներն են փոխվում։ Իսկ նույն ձեր գործի վայրում ինչպիսի տրամադրություններ են, օրինակ նույն աշակերտները իրենց ծնողների եւ նաեւ ձեր գոլեգաների, ուսուցիչների, վերջը դուք հաստատ զրուցում եք ներքաղաքական թեմաներից։ Ինչ տրամադրություններ են հարուցում եք։ Մեր 5 րոպեանոց դասամիջոցներն էլ ուսուցիչներով անտարբեր չենք այս իրավիճակին, ինչ է կատարվում այս պայն Հայաստանում։ Կոնկրետ մեր կրթահամալիրը վերջերս շատ տհաճ բանի հետ առնչվեց, կրթության նախարարության հետ կապված, պատկերացնում եք 300 հոգանոց աշխատողներով կրթահամալիր եւ
ավանսը չեն վճարում, աշխատավարձները չեն վճարում, ինչ որ նոր բաներ են որոշել, ինչ որ վրիպակից են կախվում եւ ասում են ինչու պետք է Մխիթար Սևաստացի կրթամալիրի ուսուցիչը ավելի շատ վարձատրվի, քան ասենք հանրակրթական մյուս ուսուցիչները, մենք ասում ենք նրա համար, որ մենք ավելի ենք աշխատում, այսինքն նույնիսկ այսօրվա իշխանությունը ինչ է անում ուսուցչի աշխատավարձը չտալով, խոչընդոտում է կրթական ընթացքը, չէ, կարող ենք չէ գործադուլ անել եւ չգնալ աշխատանքի։ Փաշինյանի երեխան էլ մեր աշակերտուհին է։ Հիմա ինքը ինչպես կվերաբերվի, եթե ողջ կրթահամալիրը կանգնի եւ գործադուլ անի, որտեւ աշխատավարձները չի ստանում։ Իրեն դուր կգա։ Այսինքն աշխատավարձ չեք ստանում ներկապային։ Աշխատավարձները մենք ստացանք շատ քիչ, շատ կրճատումներով, այն էլ դպրոցի հիմնադրամի ֆոնդից, դա այն ֆոնդն էր, որ այդ ռեսուրսը գումարը պետք է ուղղվեր այն աշխատանքներին, որ կրթամալիրը լրացուցիչ կատարում է, նախագծային ուսուցում, ցանցային աշխատանք, բարեկարգում, բարեփոխում, կրթության որակի բարձրացում, բայց ստիպված կրթամալիրը այդ գումարները, որ նախատեսված են այլ բանի համար, ստիպված մինիմալ ձևով ուշացումներով վճարում արեց ուսուցիչներին։ Մենք հիմա բանակցային ինչ որ կրթության նախարարության հետ բանակցային փուլում ենք, չգիտենք ինչպես կհանգուցալուծվի, բայց ստորագրահավաքներ ենք անում, նախարարություն դիմելով, պահանջելով վճարեն այն գումարը, ինչ մինչև մենք ստացել ենք։ Իսկ որևէ տես քաղաքական դրդապատճառ կա, որ չգիտեմ, միգուցե իշխանությունների հետ ձեր կրթահամալիրը ունեցել է չի։ Մեր ամբողջ կյանքում բոլոր ոլորտներում ամեն ինչ քաղաքականացված է, ես կարծում եմ։ Ցավոք սեր։ Այո, չի բացառվում, ինչ իմանամ։ Միգուցե։ Իսկ ո՞նց են իրենք դա բացատրում, պարզապես այլ թեմաներից են կապվում ուրիշ բան։ Չէ, իհարկե ոչ, ուղղակի կրթահամալիրի ինչ որ տեխնիկական խնդիր է ներկայացրել, կարծես նշելով դրույքաչափը 160,000-ի փոխարեն 140,000 եւ իրանք իրենց ձեռնտու տարբերակով կարճել են դրանից եւ որոշել են, որ այ կարող են դրույքաչափը հանկարծ որոշել իջեցնել այսքան։ Հետո բազմիցս նամակներ ենք հղել, ընդունել ենք նրանց կրթահամալիր, անպատասխան պաշտոնյաների, բացատրել ենք, բողոքել ենք, չենք համակերպվել, բայց միևնույն է դեռ խնդիրը չի լուծվել։ Միգուցե վաղը լուծվի, չգիտեմ, մի քանի օրից աշխատավարձի ժամանակը կլինի, օրինակ ավանսը, որ մենք ամսի 17-ին պայմանագրով պետք է ստանանք, կարծում եմ մեր այդքան նամակների եւ հետեւողականության արդյունքում գոնե ամսի 30-ին ստացանք։ Հիմա արդեն ամսի 7-ին բարձ կլինի, թե կրթության նախարարությունը ինչ լուծում կտա, բայց մեր կրթահամալիրը առաջատար կրթահամալիր է եւ բարձր կրթական որակ է ապահովում, ինչ է կարծում, միգուցե մեր ներկայիս իշխանություններին պետք չի նման կրթահամալիր։ Քանի որ մենք գիտենք թե ով է կրթության այսօրվա նախարարը եւ ինչ հայացքներ ունի ապազգային, միգուցե դա է խնդիրը, միգուցե ձեր կրթահամալիրը աչքի են գնում իր ազգային կրթությամբ, իր ծեսերով, ազգային ավանդույթներով, հայրենասիրությամբ, հայրենագիտությամբ, հայրենաճանաչությամբ, ճամփորդություններով։ Ինչպես ասում են, այդտեղ է խնդիրը, շատ հավանական է։ Քանի որ գաղափարական տարաձայնություններ կան, ինչպես դաստիարակել նոր սերունդը։ Հուսանք, որ մոտ օրերս կվերանայեն եւ այն ինչպես ասում էր կոպեկ առ կոպեկ կվերադարձնեն ուսուցիչների աշխատավարձները։ Իսկ եթե վատագույնը ելքը լինի, դուք ձեր գոլեգաները ինչ գործողություններ եք պատրաստ։ Ես օրինակ պատրաստ եմ գործադուլի։ Տեսեք, այստեղ կարող է ասեք, բա երեխաների շահն է ոտնահարվում, չէ, բա երեխաները ինչ մեղք ունեն, որ դպրոց չգնան։ Կարճաժամկետ եւ երկարաժամկետ, միգուցե կարճաժամկետում երեխաների շահը տուժի, բայց երկարաժամկետում ընդհանուր բարելավում լինի այդ process-ից։ Երկրի ղեկավարը պիտի մի բան հասկանա, որ դպրոցը, ուսուցիչը ապագայի ճարտարապետն է եւ
Վաղ ինչպիսի Հայաստան կունենանք, դա ուսուցչից է կախված։ Որովհետև ինչ սերմանենք, դուք խոսում եք ինչ Հայաստան ունենանք։ Այդ մենք կյանքը ցույց է տվել, որ տվյալ անձին հետաքրքիր չի թե Հայաստանը ինչպիսին կլինի։ Կարևորը որ ինքը պաշտոնում լինի։ Իրեն Հայաստանի ապագան չի ուզում, իրեն իր սեփական ապագան է ուզում։ Եթե որ ուզեր, մենք այս կատաստրոֆիկ վիճակում չենք հայտնվի։ Երբ որ նույն ուսուցիչը ստիպված է պայքարել իր սեփական աշխատավարձի համար, որ անգամ նախկինների օրոք նման խնդիր չի ունեցել կրթահամալիրը երբևէ։ Լավ Հայկոյ ջան, իսկ ինչպես եք կարծում, մինչ ընտրությունները մնացել է արդեն մոտ 2 ամսից ավել, ինչ հոգեվիճակում է մեր ժողովուրդը եւ արդյոք հնարավոր կլինի մեր ազգին մոբիլիզացնել այս վտանգված վիճակում պայքարելու համար։ Այսօր շատ չկողմնորոշված մարդիկ կան, որովհետև հայտնի ընտրական ցուցակից որևէ մեկին չեն ուզում իրենց ձայնը տալ։ Ես կարծում եմ, եթե ազգային ժողովրդավարական բևեռը որոշի ինչ-որ ձևով ընտրություններին մասնակցել, ապա մեծ թվով համակիրներ ունի եւ անգամ եթե չմասնակցի, բայց ասի այսինչ թեկնածուին ենք, թեկնածուն համեմատած ավելի լավն է եւ ցանկալի կլինի, որ գոնե ձեր ձայնը տաք այսինչ թեկնածուին, ում էլ ասի այն համակիրները, ովքեր վստահում են ազգային ժողովրդավարական բևեռին, հաստատ իրենց ձայնը չեն կորցնի եւ նրա օգտին կքվեարկեն։ Մենք վստահում ենք խորհրդի որոշմանը, ուստի սպասում ենք։ Այո, կարծում եմ տվյալ որոշումը չի ուշացնի եւ մեր նույն աջակիցները շատ շուտով, քանի որ ուզենք თუ չուզենք այդ ժամկետը մոտենում է եւ խորհրդի որոշման մասին կտեղեկանա, իսկ ինչ կուզենաք ասել մեզ դիտորդներին, թե ոնց վերաբերվեն նույն ընտրություններին դուք, ինչ խորհուրդ կտաք իրենց այդ ընտրությունները կայացնելու համար, այդ ընտրությունը կայացնելու համար։ Քանի որ այս պահին ես էլ չգիտեմ ինքս ընտրությանը ինչպես եմ մասնակցելու, ում եմ ձայն տալու, թե չեմ մասնակցելու, ես նման խորհուրդ չեմ կարող տալ, բայց այնքանով կարող եմ խորհուրդ տալ, որ սպասենք ազգային ժողովրդավարական բևեռի որոշմանը, ըստ դրա կարող ենք կողմնորոշվել մեր անելիքներում։ Շատ լավ, հարգելի հայրենակիցներ, այսօր մեր զրույցը այսքանն էր, մնացեք բևեռի հետ, հավանեք մեր նյութերը, տարածեք եւ օգնեք մեզ այս ինֆորմացիոն պատերազմում։ Միշտ նոր հանդիպում, հաջողություն։